Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է եւ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջույն եմ պարոն Խզմալյան, շնորհակալ եմ որ ընդունել եք հրավերը եւ այսպես Իրանում ընթացող պատերազմը Երևանից շատ մոտ է 100 կիլոմետր հեռավորության վրա է։ Գիտենք, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը աջակցել է Թրամփի ռազմական արշավին Իրանի դեմ։ Ձեր Facebook-յան էջում ես տեսա հետևյալ գրառումը, դուք ասում եք, որ նորաստեղծ խաղաղության խորհրդի 8 անդամները արդեն պատերազմում են Միացյալ Նահանգներ, Իսրայել, Էմիրատներ, Քաթար, Օման, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ։ Հերթում ասում եք դուք Ադրբեջանն է։ Եվ այսպես առաջին հարցը, կարծում եք արդյոք, որ Ադրբեջանը կներքաշվի այս պատերազմի մեջ, ինչու, եւ կարծում եք արդյոք, որ Հայաստանը չի ներքաշվի կամ կներքաշվի, ինչու։ Իմ գրառումից անցած 20 ժամվա ընթացքում 8 թիվը արդեն հասել է գրեթե 14 երկրների, որովհետև հաստատվեց, որ թեև Թուրքիան ժխտում էր Ինջիրլիքի վրա հարձակումների վրա, այնուամենայնիվ հայտնի է, որ Թուրքիայի տարածքում են հայտնվել իրանական դրոններ, հայտնվել են նաև արդեն Ադրբեջանի տարածքում, այսինքն մենք դժվար չէր կանխատեսել, որ Իրանը նախազգուշական հարվածներ կհասնի նաև Ադրբեջանին, Նախիջևանի մասին է խոսքը, ինձ ասել են, որ Զանգելանում էր, առավոտյան ինձ Սյունիքից հայտնեցին, որ նմանատիպ ձայներ, զարգացումներ լսվում էին նաև Կապանից, Սյունիքի տարածքից Զանգելանի շրջանում։ Սյունիքում պարզապես լսվում էր։ Լսվում էր, այո, լսվում էր։ 7-րդ օրն է, 7 օր առաջ սկսվեց պատերազմը, շաբաթ օր էր, Աստված 7 օրվա մեջ ստեղծեց աշխարհը, ինչ եղավ այս 7 օրվա մեջ։ Մենք պետք է հասկանանք, որ սա նոր պատերազմ չէ, սա շարունակություն է մի մեծ գործընթացի եւ բոլորն այստեղ ունեն իրենց նպատակները։ Իր նպատակն ունի իհարկե Միացյալ Նահանգները եւ կարծում եմ, որ ոչ պատահական էր, որ կուտակվում էր նավատորմը, աննախադեպ մեծ ուժեր էին հավաքված, բայց այն, որ դա սկսվեց հենց այս պահին, դա պետք է կապել ըստ երևույթին Միացյալ Նահանգների ներքին զարգացումների հետ, որովհետև շատ կոշտ պայքար է գնում, դուք արդեն նշեցիք Սենատի կողմից հանրապետական մեծամասնության հավանությունը, որը տրվեց Թրամփի գործողություններին, թեև դա խնդրահարույց հարց է, քանի որ պատերազմը պետք է անպայման ստանա ողջ կոնգրեսի հավանություն եւ դեմոկրատները կոշտ են իրենց բացասական դիրքորոշման մեջ, այն առայժմ Թրամփին հաջողվում է վերահսկել իրավիճակը եւ պետք չէ մոռանալ ինչ էր այդ որոշմանը նախորդում։ Մի քանի օրվա ընթացքում անչափ բարձրաստիճան պաշտոնյաներ են կանչվել դատարաններ տարբեր երկրների, Էփստայնի այդ չարաբաստիկ ցուցակի պատճառով խոսքը գնում է Բրիտանիայի թագավորի կրտսեր եղբայր Էնդրյուի մասին, խոսքը գնում է Բիլ Գեյթսի մասին, որը մի բիզնես կայսրություն է ղեկավարում, Բեզոսի մասին, որը Ամազոնի մեկ այլ կայսրության ղեկավարն է, խոսքը գնում է նաև Քլինտոնների մասին, այսինքն այս ամենը անչափ զգայուն էր եւ օղակը սեղմվում էր Թրամփի շուրջը, ու մենք ոչ ամեն ինչ իհարկե պետք է ասենք կամ ոչ մեր բոլոր ենթադրությունները հնչեցնենք ավելի ճիշտ, բայց պետք է հասկանալ, որ այս պատերազմի առաջնորդն է Իսրայելը լուծում է իր աշխարհաքաղաքական եւ գոյաբանական խնդիրը, այդ մասին ասել էր Նեթանյահուն, ասել էր, որ մենք 40 տարի կամ գոնե ես, ասում էր Նեթանյահը, 40 տարի հորդորում էի, որ սա կատարվի, ինչ կատարվի սա։ Խոսքը գնում է Իրանի կրոնական վարչակազմի փոփոխության մասին։ Ինչպես են դիրքավորվում այլ երկրները։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպան փորձում է պահպանել հեռավորություն, թեև Ֆրանսիան ուղարկել է ինքնաթիռներ Լիբանան, Բրիտանիան որոշ շտատանումներից հետո նույնպես շատ զուսպ, բայց սիմվոլիկ ժեստեր է անում, թեև Թրամփը անչափ դժգոհ է Քյուրտ Ստարմերից,
բայց օրինակ Իսպանիան ասաց, որ ոչ մի դեպքում չի մասնակցի Միացյալ Նահանգների սկսած արշավին եւ անմիջապես Եվրամիությունը հայտարարեց համերաշխություն Իսպանիայի հետ, այսինքն սա նշանակում է, որ Եվրոպան Իսպանիայի միջոցով իր ոչն է ասել այս կամպանիային, ասել է, որ դա մեր պատերազմը չէ։ Ինչ կարելի է ասել ուրիշ տարածաշրջանների մասին, ասենք մեր տարածաշրջանի, որտեղ մեզ նախ եւ առաջ պետք է հետաքրքրի ինչպես է դա անդրադառնում Հայաստանին։ Ես եւ նախկինում եւ այս պատերազմի այս փուլի առաջին իսկ օրերից իմ համեստ կարծիքս հայտնել էի։ Իրանը ունի երկու հիմնական տարբերակ։ Արդեն պարզ է, որ այս չափի հզոր հարվածները խարխլել են Իրանի համակարգը, ու թեև այդքան համակարգված ինստիտուցիոնալ, ես դժվարանում եմ այդ խոսքը ասել, համակարգված է այդ պետությունը փաստորեն, որ անգամ գլխատված լինելով բանակի տեսակետից բասիջի ինստիտուտները աշխատում են, այո, բայց հասկանալի է, որ կրիտիկական պահն է մոտենում, երբ որ եւ հրթիռների քանակությունն է արդեն կտրուկ պակասում եւ քանակը դրանց եւ վերահսկողությունը իջնում է Իրանի իշխող համակարգի, իզուր չէ, որ իրենք հայտարարեն, բայց հետո հետ են վերցրել Այաթոլլահի որդու մեջտաբի տեխնացությունը անվտանգության պատճառներով, այսինքն իրենք հասկանում են, որ ոչ ոք եւ ոչ մի բան երաշխավորված չէ։ Ամենայն հավանականությամբ Իսրայելը չի կորցնի, Նեթանյահուն ավելի ճիշտ չի կորցնի այս շանսը, որը նա ինքն է ասել 40 տարի մեկ է տրվում։ Հետաքրքիր է, որ նա դիմել էր ֆարսի լեզվով պարսկերեն Իրանի քաղաքացիներին, ասելով բավական հետաքրքիր բան, նա ասաց Իրանի ժողովուրդը մեր թշնամին չէ, հակառակը, մենք հազվադեպ, հազվագյուտ տենց բարեկամներ ունենք, ինչպիսին է պատմական Իրանը, եւ հիշեցրեց, որ 2.500 տարի առաջ, եթե ոչ 3000 տարի առաջ, Կյուրոս մեծ պարսիկ շահը ազատագրեց Իսրայելի ժողովրդին ստորկությունից եւ օգնեց կառուցել երկրորդ տաճարը, որը գլխավոր սրբությունն է Իսրայելի եւ այլն, ասաց հիմա մեր հերթն է եկել ազատագրելու ձեզ բռնապետությունից։ Ես հիմա չեմ ուզում խորանալ Իրանը-իսրայելական բարդ հարաբերությունների մեջ, որովհետեւ իրենք միանշանակ չեն։ Դե պարզապես իրենք ժողովրդին են ուզում ոտքի կանգնացնել, այդպեսով ուզում են ասեն ժողովուրդ դուք մեզ միացեք, որպեսզի մենք ձեզ ազատենք, դա իրենց ֆորմուլան է, це բանաձևն է։ Կա գայթակղություն ասել, որ ժողովուրդը չի գնում դրան, բայց դա այդպես չէ։ Մենք տեսնում ենք, որ իսլամական գվարդիան կրակում է փողոցներում, անգամ շենքերի վրա, որտեղից կամ թակավորական դրոշ է կախված, այդպիսի դեպքեր էլ կային, կամ ուրախության ճիչեր են լսվում, այսինքն տերորի, ահաբեկչության, վախի պայմաններում է այս ամենը եւ հասկանալի է, որ տնտեսական խնդիրները, որոնք բարձրացրեցին Իրանի վերջին ապստամբությունը 2 ամիս առաջ, իրենք ոչ միտեղ չեն անհայտացել եւ առաջին իսկ ընտրությունները, երբ որ լինեն, ես չեմ ասում եթե լինեն, փոխելու են կարգավիճակը Իրանի։ Ինչպիսին է դա լինելու։ Վերջին օրերին ես ավարտեմ, շատ վտանգավոր զարգացումներ են ընթանում այդ երկու տարբերակներից մեկի ուղղությամբ։ Տեսնելով, որ Իրանի ժողովուրդը, պարսիկները դուրս չեն գալիս վախի մթնոլորտում, Միացյալ Նահանգները դիմել են քրդերին, ինչպես միշտ դժվար դեպքերում դիմում են քրդերին եւ զոհաբերում են քրդերին, այդպես եղավ Սիրիայում, եւ Իրանի քրդերը նույնպես հայտարարեցին, որ իրենք պատրաստ են աջակցել ամերիկացիներին, ինչու է սա վտանգավոր։ Իրաքինը եւս Իրաքի քրդերը եւս պարզապես իրենք երաշխիքներ պահանջեցին, որպեսզի նրանք ասին հակառակ դեպքում ինքնասպանություն կլինի։ Դուք պետք է երաշխավորեք երկինքը մեր գլխավերևում, որպեսզի մենք կարողանանք ներխուժել։ Դա շատ լուրջ խնդիր է։ Դա խնդիր է, որովհետև դա տանում է երկիրը պարակտմանը եւ տրոհմանը, դա ամենասարսափելի տարբերակն է Հայաստանի համար։ Եթե Աստված ոչ անի, տրոհվի Իրանը, ապա մենք ստանալու ենք մեր հարավային սահմանների վրա հարավային Ադրբեջան։
եւ սա մեծագույն վտանգ է մեզ համար։ Եվ ավարտելով ասեմ, որ Ալիևը հերթական անգամ շատ հաջող դիրքավորվեց եւ փաստորեն այն 2-3 պայթյունները Նախիջևանում նա ներկայացրեց որպես փաստորեն Ադրբեջանի պայքարը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ ուսուսի եւ այս պայմաններում այդ ժեստը ընդունվեց եւ այդպես էլ մեկնաբանում են դա Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, այսինքն հերթական անգամ Ալիևը գործեց շատ հաջող, մեր գործողությունների մասին կարելի է միայն հիշեցնել, որ չչարախոսենք, որ 3 օր պատերազմից առաջ այնտեղ գնացել էր Պաշտպանության նախարարը, լուսանկարվել էր իր գործընկերոջ հետ, որին 3 օր անց պայթեցրել են եւ Հայաստանի այսինքն համբավը կամ Հայաստանի քաղաքականությունը բնորոշվում է այսպես մենք հանդիպում ենք դատապարտված արդեն երկրի պաշտպանության նախարարների հետ լուսանկարվում ենք եւ հետո մեր ղեկավարներին մնում է միայն կարկանդակ ուտել եւ ձևանալ որ ամեն ինչ լավ է ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ եւ այսպես դուք առաջնային հարցը հետեւյալն էր դուք նշել եք որ Ադրբեջանը կներքաշվի այժմ դուք հիշեցրեցիք այդ Նախիջևանյան երեկվա ընդ որում առեղծվածային Իրանը չի ստանձնում պարտավորություն, այսինքն չի ասում, որ այո պատասխանատվություն, ներողություն չի ստանձնում պատասխանատվություն այդ հարվածների, կա վարկած, որ Իսրայելն է հարվածել, դա Իսրայելի հարվածներ, կան խոսակցություններ, որ ադրբեջանական գրառումներ կան, այսինքն այդ հարվածների շուրջ կան բամբասանք խոսակցություններ, ոչ հստակություն Այսինքն այդ ոչ հստակ իրավիճակում դուք նշում եք, որ Ալիևը ոնց որ դիրքավորվեց Իսրայելի եւ Ամերիկայի կողքը համարելով իրեն զոհ, այո, որպես։ Եվ զոհ եւ միաժամանակ նա մարտնչող այո, նա ասեց պատասխան տալու ենք։ Այո, եւ մոբիլիզացրեց բանակը ում դեմ, Իրանի դեմ։ Եվ փաստորեն նա ճիշտ է հաշվարկել, որ այս վարչակազմը չի դիմանալու այս ճնշմանը եւ ժամանակն է ճիշտ դիրքավորվել։ Մի բան, որը Հայաստանը չի արել եւ չի անում։ Այստեղ հիմա Հայաստանի երկրորդ հարցը, փաստորեն դուք ասում եք այո, դե այսօր առավոտյան առաջին մարտական պատրաստվածությանն էին խոսում էին այդ մասին Ալիևի հետ կապված, այսինքն Ալիևը միանշանակ պատրաստ է միանալ Իրանի դեմ։ Մեր հարցներ Հայաստանը կարծես թե հանգիստ նստած է Հայաստանը չի ներքաշվելու կարծուկ մեկ կարողանալու է ես ամենասկզբում ասի Երևանից մոտ 100 կիլոմետրի վրա է այս ամբողջ պատերազմը եւ սա մեր ընդ որում սահմանն է որը բաց սահմանն է որը փակվել է մենք մի հատ Վրաստան Փաստորեն ունենք։ Այո, Երևանից Նախիջևան ընդհանրապես ես կարծում եմ 100 կիլոմետր դա դուք շատ եք ասել։ Իրականում խոսքը 48-50 կիլոմետր վրա է։ Դուք Նախիջևանն եք ասում, ես դեռ Իրանի տարածքում։ Բայց կրակել են հենց Նախիջևանը։ Միանշանակ համաձայն եմ, այսինքն շատ ավելի քիչ, շատ ավելի 1 ժամվա մեքենայով կամ տանկով ճանապարհ է։ Եվ մենք ամենայն դեպս Հայաստանի բնակչությունը փորձում ենք հասկանալ մեր դերակատարումը, մեր դիրքավորումը, որքան հասկանում եմ մենք նեյտրալ ենք դեռ Ալիևի այդ արագ կողմնորոշումը եւ գուցե եւ արագ չէ, գուցե դա հին սցենար է, հին պլան է, դա չենք մտնում այդ բամբասանքների եւ տարբերակների մեջ, բայց համենայն դեպս Հայաստանից մենք չենք հասկանում, դուք հասկանում եք Հայաստանը պատրաստ է, եթե հանկարծ հարված լինի այստեղ, այս ուղղությամբ, թե այս ուղղությամբ հարված չի լինելու, որովհետեւ ամբողջ բեմը մարտաբեմը, այսպես ասած, այն կողմի վրա է։ Վտանգը ռազմական հարվածները չեն։ Վտանգն է այն, որ փոխվում է աշխարհակաղակական իրավիճակը տարածաշրջանում եւ այս առումով ամենամտահոգիչն է ոչ թե կիլոմետրաժը քանի կիլոմետր Հայաստանի Երևանից մինչև Նախիջևան մենք սահմանակից ենք խնդիրը դա չէ խնդիրը այն է որ Հայաստանը չունի դաշնակից Հայաստանը չեզոք չէ
դա շատ ավելի վատ իրավիճակ է, որովհետև չեզոք երկիրը այնուամենայնիվ ինչպեսին էր օրինակ Ֆինլանդիան կամ Շվեդիան, իրանք չեզոք էին, բայց իրանք դաշնակիցներ ունեին արևմտյան բլոկը իրենց ապահովում էր ամենայն դեպս երաշխիքներ էր տալիս անհրաժեշտության դեպքում։ Մեր չեզոքությունը ոչ մի նման դաշինքի վրա հիմնված չէ։ Դա բավական անլուրջ, անհեթեթ եւ անվստահելի համաձայնություններ են, բանավոր, որոնք այս պայմաններում կոպեկ չարժեն։ Խաղաղության խորհուրդ դա ներկայացում էր որպես 99 տարվա երաշխիք, որ չի լինի պատերազմ։ Ես ուզում եմ հասկանալ 9 օր է անցել, մոտավորապես վերջին նման հայտարարություններից, ոչ թե 99 տարի։ 9 օր։ Եվ ինչ մենք հիմա որևէ մեկից կարող ենք լուրջ լսել, որ Հայաստանը ԽԽ-ի այդ խորհրդի խաղաղության անդամ լինելով ինչ որ բանից ապահովված է, իսկ ինչու եք համարում, որ ապահովված չէ։ Որովհետև Հայաստանի շահերը չեն համընկնում որևէ երկրի շահերի հետ։ Միացյալ Նահանգների շահերը շատ փոփոխական են եւ մենք դա տեսել ենք։ Ադրբեջանը եւ Թուրքիայի շահերը հստակ են, իրենք ցանկանում են ոչ միայն ստանալ ճանապարհ, որը իրենց արդեն խոստացվել է, իրենք չեն կանգնի իրենց ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական նպատակը Հայաստանի պետականությունը կախվածության եւ ընդհանրապես հարցականի տակ դնելու բանի արժեվ։ Որևէ այլ դաշնակից մենք չունենք, թեև մենք պարտավոր ենք այդ դաշնակցին ունենալ եւ մենք կարող ենք ունենալ։ Հիշեցնեմ, որ արդեն 1 տարի է 20 օր պակաս է մինչև 1 տարին լրանը, ինչ Հայաստանի եվրոպական կուսակցությունը նախաձեռնել է եւ բերել է մեր գործընկերների հետ միասին իհարկե Եվրամիության անդամակցելու օրենք, որը մարտի 26-ին 1 տարի շուտով կլրանա, առաջ ընդունվել էր եւ կրկնում եմ 1 տարի մենք ունենք բոլոր հնարավորությունները դիրքավորվելու Եվրոպական միության որպես տեխնացու երկիր ընդհանուր պաշտպանվածության ներքո։ Ես հիշեցնեմ, որ միայն վերջին օրերին մենք լսում ենք, որ Ֆրանսիան եռապատկում է իր միջուկային զենքերի պաշարները եւ Բրիտանիայի, Գերմանիայի հետ միասին, ինչպես նաեւ Լեհաստանի իրենց միացել են արդեն Շվեդիան, Դանիան, խոսում է եվրոպական ռազմական ուժերի, այսպեսի միջուկային հովանոց անելու, սարքելու մասին։ Ահա որտեղ էր մեր տեղը։ Ահա կանխատեսելով այս զարգացումները, որտեղ ենք մենք դեռևս 1 տարի առաջ հրահրում, կներեք, հորդորում, որ Հայաստանը մտնի, որովհետև այս զարգացումները անխուսափելի են։ Ահա ինչու դեռ 24 թվականին, երբ մենք դեռևս հանդիպում ենք վարչապետի հետ, այդ հանդիպումները հետո ընդհատվեցին, մենք պնդում ենք, որ 24 թվականի զարգացումները, ամռան ընտրությունները Եվրամիության երկրներում եւ Թրամփի վերընտրությունը բերելու են Հայաստանին շատ կոշտ ընտրության առջև եւ այդ ընտրությունը պետք է անել։ Չանել ընտրություն նշանակում է ոչ թե չեզոք մնալ, այլ մնալ հայտնի կենթանու ջայլամի իրավիճակում, երբ որ գլուխը ավազի մեջ է, իսկ հետույքը բոլորի համար հասանելի է։ Մենք հիմա ամենաշատը սրան ենք նման։ Կվերադառնանք ամբողջ Հարավային Կովկասում ինչը կարող է փոխվել այդ հարցին, դուք ասացիք Իրանի տրոհման մասին, վտանգի մասին, Միացյալ Նահանգները չեն խոսում տրոհման մասին, իրականում քրդական թեման բարձրացրեցիք եւ բերեցիք դրան։ Արդյոք Միացյալ Նահանգները կամ նույն Իսրայելը, որը դուք ասում եք 40 տարի մտածում է, նա անգամ ասել է ես 40 տարի երազում եմ այդ մասին, բայց տրոհումն է իրենց վերջնանպատակը։ Եթե ոչ, ապա Ադրբեջանի այս խաղի մեջ ներքաշվելը, որքան հասկացանք, դա միտումնավոր էր արվել։ Ադրբեջանը պետք է ներքաշվեր։ Ադրբեջանը ներքաշվում է, որպեսզի տրոհվի Իրանը եւ նա միացնի, նա անջատի իր այդ ադրբեջանաբնակ հատվածը Իրանի, կարծում եք դուք, եւ հաջորդ հարցը, իսկ չեք մտավախություն չունեք արդյոք, եւ այս հարցում ես նորից ասում եմ Միացյալ Նահանգների դիրքորոշում, արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ են դրան, որ Իրանը ներողություն տրոհվի եւ Ադրբեջանը ստանա իր հատվածը, իր ցանկալի
այսպես երազանքը եւ Թուրքիայի պահը տրոհման դեպքում կամ քրդական թեմայի դեպքում Թուրքիայի վիճակը եթե քրդերը ոտքի կանգնեցին եւ կարողացան հաջողել ինչ որ հարցում մենք չենք մոռանում որ Թուրքիայում էլ կան քրդեր եւ այդտեղից էլ կարող է արդեն Թուրքիան կարող է տրոհվի այո քրդերին որոշ ժամանակ դանենք մի կողմ, ցավոք սրտի այդ քաչ եւ դժբախտ ժողովուրդը արդեն տասնամյակներ շարունակ ստանում է միայն խոստումներ եւ դեռևս չի կարող կողմնորոշվել, որովհետեւ տրոհված է ներսից, ինչպես նաեւ մեզ հայտնի այլ երկրները, այդ թվում նաեւ մեր հարազատ հայրենիքը, որը ներսից է ցավոք սրտի պառակտված, բայց խոսենք Իրանի մասին կրկին, որովհետեւ Իրանի զարգացումներից է կախված Հայաստանի ճակատագիրը, որքան էլ դա պաթետիկ կարող է չանչել, ես ասացի իմ համոզմունքը այն մասին, որ կա երկու տարբերակ, առաջինն է Իրանի տրոհումը, դա թուրք-ադրբեջանական, թուրքական ավելի ճիշտ երազանքն է, եթե տրոհվի Իրանը 46 թվականի պես հարավային Ադրբեջան կառաջանա Թեբրիզի հետ միասին եւ մենք կստանանք այս տարածաշրջանում թուրքական շատ լուրջ գործոն Թուրքիան եւ Ադրբեջանը միասին փաստորեն դառնում են տարածաշրջանում հեգեմոն ուժ ինչպես վերջերս պարզվեց բարեբախտաբար Իսրայելը բացառում է նման զարգացումներ եւ արդեն ոչ բոլորն են նկատել, բայց օգոստոսի 8-ից հետո ընդամենը մի քանի շաբաթ անց Իսրայելը սկսեց կտրուկ այլ ուղերձներ հղել, այդ թվում նաև Հայաստանին։ Հայաստանում դա չհասկացան, մենք այդ մասին ձեզ հետ խոսել ենք, ինչու՞մն է այդ խնդիրը։ Իսրայելը լուծել է հիմնականում Իրանի հարցը եւ այս պատերազմը դա վերջին արարն է այս զարգացումների։ Հասկանալի է արդեն, որ Միացյալ Նահանգների ուժին չի դիմանա որևէ երկիր, այդ թվում նաև Իրանը։ Պես որ Իսրայելը հիմա արդեն մտածում է ռազմավարական առումով մի քանի տարի ու տասնամյակներ առաջ եւ տեսնում է, որ հաջորդ գլխավոր գլխացավը եւ Ախոյանը իր համար դա Թուրքիան է։ Եվ Իսրայելը արդեն աշնան ամիսներից սկսել է սկզբից Հունաստանի, նաև քրդերի միջոցով եւ Հայաստանիներ առաջարկվել անուղղակիորեն մասնակցելու մի նոր դաշինքի Թուրքիայի դեմ։ Հայաստանը գերադասեց, Հայաստանը չէ, Փաշինյանը գերադասեց մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ավելի կարևոր իր համար հարաբերություններում, քան գնալ նոր դաշինքի Հունաստանի, այսինքն Եվրոպայի հետ եւ Իսրայել, այսինքն Միացյալ Նահանգների ապագա զարգացումների, որտեղ այնինչ անում է Իսրայելն այսօր, վաղը դառնալու է Միացյալ Նահանգների տարածաշրջանում գլխավոր քաղաքականություն, դա վաղուց արդեն պետք է հասկանայինք։ Երկրորդ տարբերակը դա երանելի տարբերակ է, երազելի մեզ համար։ Եթե ժողովրդավարական զարգացումները բերեն Իրանին որևէ նոր կարգավիճակի, դա կարող է լինել սահմանադրական թագավորություն կամ շահի վերադարձը կամ որևէ այլ ձևով ժողովրդավարական Իրանը արևմտամետ բաց Եվրոպայի համար դա իրական ու գլխավոր երաշխիքն է Հայաստանի պետականության պահպանման, մեր բարգավաճման եւ անվտանգության, որովհետեւ այդ դեպքում հյուսիս-հարավ ճանապարհը, որը Եվրոպան վաղուց արդեն 10 տարի ինչ սկսեց պատրաստել, կանխատեսելով այսօրվա զարգացումները, որոնք անխուսափելի էին, կդառնա եւ Հայաստանը կդարձնի գլխավոր գործընկերը Իրանի եւ Եվրոպայի միջեւ, որովհետեւ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը այդ դերը չեն կատարելու, Իրանը դա թույլ չի տա։ Ահա երկու հնարավոր զարգացումները, ահա երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանը։ Այնուամենայնիվ վերադառնանք տրոհվելու թեմային, որովհետև երկու տրոհման մասին է խոսակցությունը գնում, եթե ոչ դուք ասում եք ոչ։ Առաջինը տարբերակ Ադրբեջանը սպասում է եւ պատրաստ է մասնակցել Իրանի տրոհմանը, այստեղ իմ հարցներ Իսրայելը եւ ինչու Իրանի տրոհմանը, որպեսզի իր հատվածը, ուրեմն Իրանի մի հատվածը գցի իրեն։ Ինչպես են վերաբերում Իսրայելը եւ Միացյալ Նահանգները այդ հեռանկարին։ Երկրորդը կա վտանգ,
դուք էլ նոր նշեցիք Թուրքիայի հետ կապված, որովհետև արդեն հիմա համացանցում լցված են այդ հայտարարությունները, որ հաջորդը Թուրքիան է լինելու, Թուրքիայի տրոհումը քրդերի թեմայով, արդյոք երկրորդ տարբերակը քրդերն են ներողություն Թուրքիայի տրոհումն է եւ Թուրքիայից է մի հատված գալիս կամ Իրանին է կպնում կամ չգիտեմ քրդերը Քուրդիստան են ստեղծում մեկ Թուրքիայի պրոբլեմն է այս դեպքում Ադրբեջանի խաղի մեջ մտնելու տրամաբանությունը ո՞րն է Ես չէի ցանկանա քննարկել Թուրքիայի տրոհման հեռանկարը ոչ թե այն պատճառով, որ ես դրան չեմ հավատում։ Պարզապես այսօր դա ընդհանրապես պետք չէ քննարկել։ Ինչու է Ադրբեջանը մտնում խաղի մեջ։ Տեսեք, մենք պետք է հասկանանք, որ Միացյալ Նահանգներում բացի իսրայելական լոբիից եւ անցյալում նաև հայկական լոբիից կար նաև եւ կա բավական լուրջ թուրքական լոբի։ Լոբին Միացյալ Նահանգներում օրինական մի լծակ է, որոնք գրանցվում են, որոնք իրավունք ունեն գործելու կոնգրեսի հետ։ Պարզապես իրենք պետք է գործեն բաց, ոչ թե լրտեսական, անօրինական ձևով։ Դա օրինական գործառույթ է։ Իրենք կարող են վարձել մարդկանց ընկերությունները եւ ուստի հիշեցնեմ, որ ընդամենը 2 ամիս առաջ մոտավորապես անցյալ տարվա ամենավերջում դեկտեմբերին Atlantic Council-ը, որը բավական լուրջ լոբիստական եւ քաղաքագիտական կառույց է, Հայաստանը դիտում էր որպես թուրքական նախագծի մի մաս, որը ընդամենը խոչընդոտ է, եւ այդ խոչընդոտը պետք է վերանա։ Դա ուղղակի ասվում էր։ Իհարկե դա մասնավոր կարծիք էր, ինչ որ մի կոնկրետ Կասպիան ինչ որ ձևակերպումներ, այո, Caspian region։ Բայց մենք տեսանք, որ շատ շուտով այդ գաղափարը անցավ այնքան բարձր, որ Վենսը նույնպես հայտարարում էր, որ Կասպիան տարածաշրջան, հետո իրեն ուղեցին, Թրամփը չի բացառում նման բան։ Միացյալ Նահանգներում կան ուժեր, որոնք չեն բացառում, օրինակ Washington Post-ը հոդված էր գրել էլի դեկտեմբերին, արդյոք կհարձակվի, եւ դա խմբագրական էր, արդյոք Ադրբեջանը կհարձակվի Իրանի վրա։ 2 ամիս առաջ այդ անգամ վերնագիրը թվում էր պարզապես ինչ որ սադրիչ մի հայտարարություն, բայց այսօր սա արդեն քննարկվում է ավելի լուրջ։ Իհարկե Ադրբեջանը չի հարձակվել։ Նշանակում է սա սցենար է։ Այո, դա սցենարներից մեկն է։ Դա հանկարծակի Իրանից արձակված ուրեմն բան չէր, դրոն չէր։ Դա սցենարներից մեկն է։ Դա չի կարելի բացառել եւ կան ուժեր, որոնք դա սպասարկում են։ Բանն այն է, որ Հայաստանը ոչ մի սցենարի մեջ չի ներքաշված, ցավոք սրտի։ Մենք չկանք։ Մենք նման ենք Սևանի տրասայի կողքի մի կրպակին, որտեղ վաճառում են կարկանդակներ եւ եգիպտացորեն անցնող տուրիստների կամ ֆուրաների վրա։ Շատ եք այդ կարկանդակների եգիպտացորենի։ Լավ, ես պարզապես ուզում եմ ասել, դա չէ, գուցե դա լավ է, որ Հայաստանը չկա, ոնց որ Հայաստանը, այո, ինչպես դուք եք ասում, այսպես ճանապարհից դուրս կանգնած սպասում է եւ նայում է թե ինչ է կատարվում։ Ոչ, դա լավ չէ։ Ես երեք նկատեցի մի բավական հետաքրքիր հոդված վրացցի մի քաղաքագետի Կախաչապարիձեի, որը քննարկում էր ոչ թե Հայաստանի հարցը։ Նա ասում էր, տեսեք, 15-20 տարի գրեթե կա այս միջին միջանցքը Բաքու, Թիֆլիս, Կարս ճանապարհը։ Զուգահեռ գնում է Բաքու, Թիֆլիս Ջեյհան, այսինքն եւ երկաթուղի, եւ ավտոճանապարհ, եւ գազամուղ, եւ նավթամուղ, ամեն ինչ ինչի մասին խոսում են այդքան ոգևորված Սյունիքի միջանցքում, հիմա Վրաստանը ունի արդեն, վաղուց ունի։ Ուրիշ հարց է, որ այն ընդամենը 10-20%-ով է աշխատում, որովհետև այդքան բեռնափոխանակում հիմա չկա եւ կլինի թե ոչ, դա մեծ հարց է, որովհետև դրան խանգարում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական, աշխարհաքաղաքական հարցեր։ Եվ Վրաստանը հիմա գլուխը պատով է տալիս, որ մենք չունենք որևէ, վրացիները ասում են, մենք չունենք որևէ դիրքորոշում Մենք բոլորի հետ փչացրեցինք մեր հարաբերությունները, ասում են վրացիները, Ամերիկան, Եվրոպան մեզ չեն ընդունում, Ռուսաստանը մեզ լուրջ չի ընդունում եւ պարզապես մի քանի օլիգարխների միջոցով մեզ հետ մեր երկրում հարցերը լուծում, ցես ոչինչ սա չի հիշեցնում։ Սա շատ նման է եւ մեր իրավիճակին։ Եվ վերջում քաղաքագետը վրացի գրում է
Այն ինչ մեզ մոտ անվանում են քաղաքական իմաստություն Վրաստանում եւ չեզոքություն, իրականում որևէ դիրքորոշման բացակայություն է, ինչը թույլ է տալիս ցանկացած մեկին իրականացնել մեր հաշվին իր նպատակները, իր ծրագրերը։ Եվ ես կարդում եմ եւ անընդհատ ստիպում եմ ինձ հիշել, որ սա Հայաստանի մասին չէ, այլ Վրաստանի մասին է, բայց սա հենց նկարագրում է այն իրավիճակը, որում հայտնվեց Հայաստանը։ Դուք ինչ եք առաջարկում? Առաջարկում եք Հայաստանը ինչ անի։ Ես առաջարկում եմ նույնը, ինչ առաջարկել եմ տարիներ շարունակ, եւ ինչի համար մենք կազմակերպեցինք ստորագրահավաք եւ օրինագիծ, օրենք ընդունեցինք։ Եթե Հայաստանը այս տարվա ընթացքում, անցած տարվա ընթացքում դիմեր Եվրամիության եւ ստանար արդեն այն կարգավիճակը, որը ունի գոնը Մոլդովան, տեսեք, ես չեմ ասում Ուկրաինայի մասին, չեմ ասում ուրիշ երկրների մասին, մի 10 երկիր հիմա կարգավիճակ դա կտար մեզ հստակ եվրոպական դիրքորոշում, եվրոպական աջակցություն, պաշտպանվածություն եւ մեր դիրքորոշումը այստեղ կլիներ հիմնված մեր ընդհանուր մեծ տան Եվրոպայի դիրքորոշման վրա։ Եվրոպան էլ է չեզոք, բայց տեսեք, իր չեզոքությունը, Եվրոպայի նրա չեզոքությունը զինված չեզոքություն է։ Նրանք փոխադարձ աջակցության վրա են հիմնում այդ աջակցությունը, այդ չեզոքությունը։ Իրենք չեն մտնում խաղի մեջ։ Որովհետև սպասում են վտանգ կա իրենց համար, ես հարցնում եմ, արդյոք որովհետև նրանք վախ ունեն, որ Իրանից հարվածներ կստանան։ Ոչ, Եվրոպան։ Իսկ մենք Իրանից հարված ստանալու, ասենք, մտավախություն չունենք։ Ոչ, Եվրոպան հարվածներ Իրանից չի սպասում։ Ինչի պետք է Եվրոպան։ Եվրոպան միանգամից դիրքավորվեց, ասաց, որ այո, մենք հասկանում ենք, որ ռեժիմը, որը 40,000-30,000 քաղաքացի է սպանել վերջին ամիսներին, պետք է փոխվի, բայց մենք դեմ ենք ուժային լուծումների, ասեց Եվրոպան, եւ իզուր չէ միանգամից Իսպանիայի հետ բոլորը հայտնում են իրենց համերաշխությունը։ Սա է մեր դիրքորոշումը, սա պետք է լիներ։ Հայաստանը լինելով եվրոպական միության տեխնացու երկիր, ստիպված չէր լինի ջայլամի վիճակում հայտնվել։ Գովազ հայտարարենք եթերում, գովազից հետո փորձենք քննարկել այս իրավիճակը։ Ադրբեջանը պատրաստվում է ներքաշվել պատերազմի մեջ, կարծես թե սցենարը այդպես էր գրված, որ գա մի X պահ, որտեղ եւ Ադրբեջանը միանա, եւ նորից մենք հարցնում ենք, այդ դեպքում Հայաստանը արդյոք ունի ինչ-որ պարտավորություններ Միացյալ Նահանգների առջև։ Այս հարցում եւս Հայաստանին կարող են պարտադրել ներքաշվել այս կողմից, չէ՞ որ Հայաստանը այնուամենայնիվ հարևանն է Իրանի։ Գովազդ է եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։
Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Տիգրան Խզմալյանի հետ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, եւ այսպես պարոն Խզմալյան ունի արդյոք Հայաստանը որևիցե պարտավորություններ Միացյալ Նահանգների արչեւ այս հարցում, եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը 5 րոպե պակաս կարող է ներքաշվել այս պատերազմի մեջ։ Նախ դա, երկրորդը պարզապես հիշեցնեմ տեղեկատվության կարգով, բոլորը տեղյակ են, պարզապես հիշեցնեմ, որ այո, Հայաստանում կա մեծ իր չափերով եւ տարածությամբ Միացյալ Նահանգների դեսպանատուն, բայց դեսպան այս պահի դրությամբ արդեն երկրորդ ամիսը լրացավ, երրորդն է մտել, մենք չունենք դեսպան։ Եվ այսպես, Միացյալ Նահանգների առջև ունենք որոշ պարտավորություններ Իրանի դեմ պատերազմում։ Ես հիշեցնեմ, որ 2-3 շաբաթ առաջ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ներկայացնելով Ալիևին այդ խորհրդի նիստին ասաց. Տեսեք, այս տղան, this guy, Ալիևի մասին, ունի լավ հարաբերություններ եւ Թուրքիայի հետ, եւ Իսրայելի հետ, որոնք հիմա իրար հետ այդքան էլ լավ հարաբերություններ չունեն։ Եվ դա նշեց որպես Ալիևի առաքինություն, Ալիևի հմտության նշան։ Մենք տեսնում ենք, որ Ալիևը ունի հստակ քաղաքական եւ ազգային ծրագիր եւ քայլ առ քայլ իրականացնում է այդ ծրագիրը, օգտագործելով դրա համար սկզբից Ռուսաստանին, Պուտինին, հիմա Միացյալ Նահանգներին։ Կարելի ասել, որ Միացյալ Նահանգներն են օգտագործում Ադրբեջանը, դա էլ է ճիշտ եւ դա տրամաբանական է, բայց չի կարելի չտեսնել, ինչպես է Ադրբեջանը եւ Թուրքիան օգտվել Թրամփի երևույթից, հարմարվել Թրամփի եւ Իսրայելի որոշ ժամանակի իրենց հետ համընկնող շահերին եւ ինչ արեցին իրենք դրա շնորհիվ մեզ հետ, որովհետև իրենք ունեն ծրագիր, իրենք ունեն պատկերացում միջոցների մասին, ինչպես դա իրականացնել։ Մի բան, որ մենք չունենք եւ չունենք հիմա։ Պես որ ձեր հարցը ինչ պարտականություններ Հայաստան ունի Միացյալ Նահանգների առջև, ես չգիտեմ ինչ պատասխանեմ, որովհետև ես չունեմ այդ պարտականությունները, ու մենք որպես երկիր, որպես պետական կառույց մենք չգիտենք մեր իշխանությունների ծրագրերը։ Եթե հարցնենք, ո՞րն է ձեր ծրագիրը, մենք ոչ մի հստակ պատասխան չենք ստանա։ Ինչու՞, որովհետև այսօրվա իշխանությունները լուծում են ոչ թե պետական եւ ազգային խնդիրներ, իրենց գործողությունը լուծում է միայն մեկ հարց՝ իրենց իշխանությունը պահպանելու հարցը։ Եվ հանուն դրա հարմարեցվում է
այն ինչ իրենք են անվանում պետական ազգային շահեր։ Եվ մեզ փորձում են համոզել, որ տեսեք, եթե չլինենք մենք, չի լինի սա, չի լինի նա, ձուկ այլևս Սևանում չի լինի, անձրև չգա, արհեստական բանականություն Ադրբեջանի չի։ դեպքում գիտենք այդ ծրագիրը իրենց։ Իհարկե, մենք տեսել ենք այդ ծրագիրը մեր հաշվին, մեր մաշկի վրա, մեր արյան գնով իրականացվող։ Եվ տեսնում ենք։ Իհարկե տեսնում ենք, եւ իրենք շարունակում են ասել, որ դուք դեռ սահմանադրություն եք փոխելու, դուք դեռ անկլավներն եք մեզ հանձնելու, եւ քայլ առ քայլ մենք տեսնում ենք, որ դա իրականացվում է, հանուն ինչի եղավ հայաթափում Արցախում, հանուն ինչի կանգնեցվեց պատերազմը, հանուն խաղաղության, բայց խաղաղությունը դեպքում 5 տարի անց, արդեն 6 տարի, 6-րդ տարին է, մեզ դեռևս փորձում են նորից վաճառել խաղաղություն, նորանոր զիջումների, ուրեմն խաղաղություն չկար, ինչ պետք է լինի, որ խաղաղվի Ադրբեջանը։ Իրենք ասում են ինչ պետք է լինի։ Դուք փոխում եք սահմանադրությունը, դուք մոռանում եք Արցախի, դուք մոռանում եք ցեղասպանության մասին, դուք մոռանում եք փախստականների իրավունքների մասին, դուք մոռանում եք, որ դուք անկախ ինքնուրույն ինքնիշխան պետություն եք։ Դուք դառնում եք մեր վիլայետ, արևմտյան Ադրբեջան։ Եվ մենք լսում ենք դա նույնը բառացիորեն մեր բարձր ամբիոններից, որովհետև մենք չենք փորձում պաշտպանվել, պաշտպանության ձևը կա, դա եվրոպական ուղին է Հայաստանի, դա միակ ձևն է, որը կպաշտպանի մեզ բռնությունից, պատերազմից եւ անարդարությունից։ Այսինքն, այսպես ասենք, Ադրբեջանը իր այս քայլերով փորձում է ավելացնել իր արժեքը, Ադրբեջանի արժեքը Միացյալ Նահանգների, տվյալ դեպքում Թրամփի եւ Միացյալ Նահանգների համար։ Ոչ միայն, նաեւ Եվրոպայում։ Հիմա Պաստորեն Ալիևը անբռնազբոս կերպով լկտիաբար ասում է, դե ոչինչ, մենք կմեծացնենք գազի մեր անվերջ պաշարների վաճառքը դեպի Եվրոպա։ Դա բլեֆ է, որտեղ իրենք չունեն համեմատելի ինչ-որ մի թիվ տասնյակ, հարյուրավոր անգամներ ավելի քիչ է, քան պետք է Եվրոպային, բայց նա արդեն հաշվարկում է, որ Ղազախստանը, Ուզբեկիստանը, Թուրքմենիան իր միջոցով են աշխատել, որտեղ նա դիրքավորվում է հիմա որպես Եվրոպայի դաշնակից, ինչու՞, մի պատճառով, որտեղ Հայաստանը այնտեղ չկա, որը անի այն ինչ անգամ Հունգարիան է անում Եվրոպայում Պուտինի համար, Հայաստանը իր համար չի անում Ադրբեջանի դեմ որևէ բան։ Մենք չենք խոսում այն մասին, որ սա բռնապետ է ժառանգական, որ սա կոռուպցիոներ է, որը եվրոպական պատվիրակներին է, պատգամավորներին է կաշառել։ Մենք չենք խոսում այն մասին, որ ինքը մարդակեր է եւ մարդասպան, որ նա ցեղասպանություն է, հայրենազրկում է, հայաթափում է իրականացրել։ Եվ դա Եվրոպան տեսնելով, որ մենք չենք խոսում, լռում է այդ մասին, որովհետեւ եթե չկա բողոք, չկա նաեւ հայտ։ Եթե չկա հայտ, հայց կներեք։ Եթե չկա հայց, ուրեմն չկա եւ դատական գործ։ Եվ ուրեմն այդ մարդու հետ կարելի է գործ ունենալ։ Մենք ենք թույլ տվել Ալիևին խոսելու Միացյալ Նահանգների հետ, որովհետև մենք լրացրել ենք մեր լոբին։ Մենք ենք թույլ տվել Եվրոպայի հետ այսպիսի լավ հարաբերություններ ունենալ, որովհետև մենք լռում ենք, մենք չկանք։ Ինչու մենք չկանք, որովհետև մեր ղեկավարությունը ոչ թե պետական ու ազգային հարցերն է լուծում, այլ սեփական իշխանության շարունակման հարցը։ Միմիայն դա է պատճառը, որ Ալիևը հիմա եւ Եվրոպայի, եւ Ռուսաստանի, բառացիորեն 2 օր առաջ Օվերչուկի հետ քննարկում էր, թե ինչ Ռուսաստանը դեռ պետք է վճարի որպես փոխհատուցում այն խփված ինքնաթիռի համար, այսինքն ինքը բոլորի հետ կարողանում է պահանջատեր լինել, այո։ Միացյալ Նահանգներին նա հիմա լավություն է անում։ Տեսեք, ես իմ բանակը, փաստորեն տեսեք, Միացյալ Նահանգները, Իսրայել եւ Ադրբեջանը բանակ են հանել բանի դեմ, Իրանի դեմ։ Ոչ Սաուդյան Արաբիան, ոչ Կատարը բանակ չեն հանել։ Իրանք ասում են, այո, մենք իրավունք ունենք պաշտպանվելու, բայց ոչ ոք բանակ չի հանում։ Իսկ Ալիևը հանել է, որովհետև նա հասկացել է, որ սա է իր աստղային պահը։ Իսկ ինչու? Որովհետև Հայաստանը որևէ դիրքորոշում չունի։ Եվ չի ասում, որ սա շարունակություն է այդ ցեղասպանության, որ դուք Արցախի մեջ եք հիմա անում այն, չէ որ Արցախը
ամբողջությամբ փոխել էր տարածաշրջանը։ Իրանն էլ պետք է երբեմն մտածի այդ մասին։ Այդ պատճառով է Իրանը հիմա վերջանում որպես կրոնական բռնապետություն, որովհետև չտեղավորվեց աշխարհի այս ընթացքի մեջ եւ փոխվելու է։ Մենք խոսում էինք, որ Արցախը Ռուսաստանի հաշվարկների մեջ էր մտնում Ուկրաինայի վրա հարվածելուց առաջ Արցախի այսօրվա կարգավիճակը, բայց ստացվում է, որ այս Իսրայելի հաշվարկների մեջ եւս դա մտնում էր, այսինքն ապացուցվեց, որ եւս մտնում էր Արցախի հայաթափումը եւ այսօրվա կարգավիճակը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հիմա տեսնենք, որ Իսրայելի քաղաքականությունը նոր հնարավորություն է մեզ տալիս եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերյալ Իսրայելի հետ սկսել բացարձակապես նոր երկխոսություն, որովհետեւ պատմության մեջ եւ քաղաքականության մեջ ոչինչ վերջնական չէ։ Եվ եթե Իսրայելը իմիջիալոց դրոններ սկզբից դեռ 16 թվականին Իսրայելը սկզբից առաջարկում էր հայկական բանակին։ Կարծեմ նախարար Դավիթ Տոնոյանն էր այդ ժամանակ, որը ասաց, որ մեզ նման խաղալիքներ պետք չեն, մենք ինքնաթիռներ ենք առնելու Ռուսաստանից։ Եվ զենք նույնպես առաջարկում էր Հայաստանին։ Հետո տեսնելով, որ Հայաստանը չի արձագանքում, սկսեց վաճառել Ադրբեջանին։ Դա էլ չի մոռանալ։ Հիմա արդեն 4-5-րդ ամիսն է վարչապետ Նետանյահուն, նախկին վարչապետ Բենետը հայտարարում են, որ Թուրքիան է հիմա Իրանից հետո դառնում Իսրայելի գլխավոր ախոյանը, թշնամին։ Ինչ է անում Հայաստանը։ Ոչ մի բան։ Ես չեմ ասում, որ մենք պետք է վազելով գնանք հիմա Իսրայելին կպնենք, բայց մենք գոնե պետք է նկատի առնենք այդ զարգացումները, որովհետև կրկնում եմ, Իսրայելի ետևից կանգնած են Միացյալ Նահանգները, եւ եթե Հունաստանը ու Կիպրոսը արդեն միավորվել են այդ հարցում Իսրայելի հետ, ուրեմն պետք է հասկանալ նաև, որ նրանց ետևից կանգնած է Եվրամիությունը, որը պատահական չէ, որ տասնամյակներ Թուրքիային չի ընդունում։ Հնդկաստանի գործոն էլ կա այնտեղ։ Այո, Հնդկաստանի գործոնն էլ կա։ Հնդկաստանի վարչապետ Մոդին պատերազմից 1 շաբաթ առաջ գնաց Իսրայել եւ ասաց, որ Իրանի մեջ հսկայական ներդրումներ արած Հնդկաստանը Հանձինս Մոդին կանգնեց Իսրայելում եւ հայտարարեց, որ մենք եղել եւ մնում ենք Իսրայելի թիկունքին։ Եղբայրներ են։ Այո, Հնդկաստանը, իսկ մենք ինչ ենք ասում։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Խզմալյան։ Դե ստանդարտ ձևակերպում պետք է ասեմ, հետևելու ենք զարգացումներին։ Այս այժմ դեռ ոչինչ չի մնում, այլ բան անելու, քան հետևել զարգացումներին։ Ոչ, մենք չպետք է միայն հետևենք, մենք դիտորդներ, հանդիսատեսներ չենք, մենք ապրում ենք այստեղ, մենք մասնակից ենք, մենք պետք է նախաձեռնող լինենք, որովհետև կրկնում եմ, այն ինչ կատարվում մեզ հետ հիմա, նշանակում է, որ բոլոր որոշումները մեր փոխարեն կատարում են ուրիշները իշահ իրենց, այլ ոչ թե մեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Տիգրան Խզմալյանի հետ էի զրուցում Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ զրուցվար մի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։